Ինչու, որովհետև մենք ուզում ենք փոխել նախարարության եւ դրա ընկալման բովանդակությունը։ Սոցիալական հարցերի նախարարություն նշանակում է, որ նախարարությունը նախ արձագանքում է պրոբլեմին առաջնահերթ, այսինքն արկա է խնդիր, մենք լուծում ենք խնդիրը։ Իսկ բարեկեցության վերափոխումը իրականում հայեցակարգային հիմքեր ունի, ինչու, որովհետև հենց ծրագրում էլ ես նշեցի, որ կրթությունը շեշտադրված է եւ մենք շրջանակ ենք ուրվագծել կրթություն, աշխատանք, մասնագիտական կատարելագործում, առողջ ապրելակերպ, աշխատանքային վաստակ։ Եվ մեր ընկալմամբ սա է բարեկեցության շրջանակային այդ արտահայտումը եւ սա մեր թիրախն է նաեւ, որին ձգտում ենք հասնել։ Գուցե շատերի մոտ հարց առաջանա արդյոք անունը փոխելով մենք ապահովում ենք բարեկեցությունը, պարզ է որ ոչ, բայց կոնցեպտն է փոխվում, ոչ թե օգնենք, որ մարդը յոլա գնա, այլ օգնենք, որ ինքը աշխատի եւ լուծենք այն խնդիրները, որոնք խանգարում են, որ ինքը աշխատի եւ բարեկեցիկ լինի։ Այսինքն զբաղվածության հետ կապված ծրագրերը պետք է ավելի շատ իրականացվեն, չաշխատող եւ չսովորող երիտասարդների ներգրավվածությունը աշխատուշուկայում պետք է ապահովվի, պետք է ամեն կերպ խթանենք անձանց մասնագիտական կայացմանը եւ մասնագիտական ունակությունների կատարելագործմանը, որպեսզի մարդիկ աշխատեն եւ լինեն բարեկեցիկ, որովհետեւ բարեկեցիկ լինելու գաղտնիքը, որքան էլ որ զարմանալի չէ, աշխատանքն է։ Այսինքն մարդ պետք է աշխատի, որ բարեկեցիկ լինի, սովորի, որ լավ ապրի եւ այս թեզերը նաեւ տեղ են գտել կառավարության ծրագրում։